Շատ եմ սեզ դեպքերի մասին լսում ու անընդհատ դպրոցական երեխեքին են օգտագործում։ Դե հա, տենց է, թույլ օղակ են գտնում օգտագործում են, էլի։ Հիմա ինչ ես ուզում որ անենք, չնայած գիտեմ ինչ ես ուզում, բայց մտածում ես կստացվի։ Դե ուրիշ տարբերակ չկա։ Մի բոլորին մի հատ խառնենք իրար, հասկանանք սրանց հետևը ովքեր են կանգնած ու դեմները առնելա պետք։ Գիտես չէ՞ որ դրա հետևը մի կամ երկու հոգի չի կանգնած։ Դե հա, մենք էլ վախենալու հետ սեր չունենք։ Կանչասի։ Տղերքին իրար գլուխ կհավաքենք, կփորձենք այս հարցը լուծենք։ Գոնե մինիմումը մեր դպրոցից հեռու կմնան դրանք։ Ասում ես այդ լակոտը որ գործի մեջ ա մտել Միշային ծնգերն, հա։ Չէ, մի դպրոցում են սովորում։ Միքայելը ու Դավիթը մի երկու անգամ տեսել են, որ այդ երեխուն նեղում են, խառնվել են ու ակամայից այդ պատմության մեջ են հայտնվել։ Հետդ եմ աղբերս, միջև վերջ կգնանք։ Ճիշտ այդպես։ Ոնց որ միշտ կգնանք միջև վերջ։ Լավ, մի հատ մտնեմ ջիմ գրաֆիկը մի հատ սաղ տեղը գցեմ կամ գնանք, հա։ Լավ, խմես։ Տեսար այդ Շուշին ոնց առիթը բաց չթողեց ու Տիկոյի հետ դուրս եկավ։ Լսի, բայց հաստատ իրար հետ են գնացել, ես չնկատեցի այդ պահը։ Հա, այդ հասմիկն էլ հետևներից գնաց։ Դրանց նայ է։ Այդ սա քո միամտությունից է։ Փոխանակ նենց անես, որ Շուշի ու Մարի զույգը քեզանից սարսափի, նենց ես անում, որ քեզ իսկի բանի տեղ էլ չեն դնում։ Հա, բայց ախր ինչ անեմ, Մագա։ Մազերը պոկի այդ Շուշի, որ քո Տիգրանից հեռու մնա։ Հա, բայց անցած անգամ ճնշեցի։ Տեսա Տիկոն ոնց պաշտպանեց։ Այդ ոչինչ չի նշանակում, Ռեբեկա, դու պետքա նենց անես, որ Տիկոն քոնը լինի։ Պետքա պայքարես քո սիրո համար ու հասնես իրան։ Խորհուրդ տալուց այնքան լավ ես, Մագա։ Բա դու ինչի ոչինչ չես անում, որ Դավիթին ավելի մոտ լինես։ Ռեբեկա, ես քեզ այն անգամ ասեցի ու ինձ թվաց, որ դու ինձ հասկացար։ Դավոն պետքա իմ հետևից ընկնի, ոչ թե ես իրա։ Ինչքան էլ ես իրան հավանեմ, մեկ արանքում Միշո ու Մարիկա։ Ես պետքա նենց անեմ, որ ինքը ինձ հավանի ու ամեն ինչ իմ ասածով անի հետո։ Բայց դու ինչ օծնես։ Հա, սովորի ու գործի։ Քանի մի հատ Շուշի ձեր արանքում չի խցկվել։ Բայց ախր ինչ անեմ, Մագա։ Ինչ անում եմ հակառակ էֆեկտն ա ունենում։ Ուժը ցույց տուր, Ռեբեկա, ու մի նահանջի, թե չէ կկորցնես Տիգրանին։ Ահա, էս էլ իրանք, ինչ էի ասում։ Շատ շնորհակալություն ջրի համար Տիգրան։ Հա, իրոք, ապրած շատ։ Ախր շատ շնորհքով երեխեք եկե։ Քիչ ամնում դասերից հետո տանեմ պաղպաղակ ուտելու։ Ինձ թվում է այդ մեկը չափից շատ կլինի։ Չէ, ինչի։ Դու օրինակ շատ ես սիրում մանավանդ ելակի համով։ Շուշին էլ տենց բան ա պետք, չէ՞։ Հարուստ նախարարի տղան, որ ամեն օր դասերից հետո իրան տեղ կտանի։ Չէ՞ Այան ինքնասեր։ Մի հատ բարերը չափավորի ինչեր ես խոսում։ Ռեբեկա խելքդ գլուխդ հավաքի, քանի դու ինձ հունից չես անել։ Թե չէ ինչ պետք է անես։ Չի երևում ինչ վախեցած եմ։ Վայ Մագանայի վախից ոնց եմ դողում։ Ռեբեկա հավաքի քեզ մի հատ։ Նորից գժվեցի, չեմ հասկանում։ Էս ոչնչության համար ես ինձ տենց բաներ ասում։ Ոչնչությունը ինքդ ես հավաքի քեզ, Քանի ինչ։ Դե սկսի, տեսնեմ ինչ ես անելու։ Այ հարուստ տղաների որսորդուհի։ Չէ, սա ուղղակի անտանելի է։ Եկեք գնանք, հա։ Իրոք վատ է։ Վատը դու ես։ Հերրու մնա Տիկոից լսում ես։ Հերրու մնա, որովհետև ինքը քոնը չի լինի։ Ես չեմ թողնի, թույլ չեմ տա։ Մի հատ բաց թող ձեռքս, ես Հանգստացի մի հատ։ Մագա չես կարող ընկերուդ բացատրես, որ պետք է իրան կարգին պահի։ Վայ, գիտես ինչքան եմ ասել, բայց սերը սենց բան է։ Դու էլ քո ընկերուհուն ասա, թող Տիգրանից հեռու մնա։ Թե չէ որ Ռեբեկան գժվեց, ծաղիդ համար շատ վատ է լինելու։ Սրանք երկու ընկերուհիները մեկը մեկից տարած են։ Որի դահլիճ գնանք։ Այ Հայդա, ինչ է դες գլուխ դրել, սա մի լավ երաժշտություն դներ լսեիր էլի, մեկա կեզ այնց Պողոս Պետրոս դուրս չիկա, այս ուցացավ, բրնվեց,
Սովա, վայ մի րոպե հանգիստ չկա, որ հետո հարցնես, կասեն, իդան ամբողջ օրը տանը բարապ նստած այն չանում, որ Եկա, այ գալիս է, Թող մի հատ բաց թող ձերքս, ես պետք է իր հարցերը լուծեմ։ Հանգստացի մի հատ Ռեբեկա, դու քեզ ընդհանրապես հաշիվ տալիս ես խոսալուց առաջ։ Հերիք չի մարդկանց անհիմն վիրավորես։ Ես անհիմն ոչ մեկին չեմ վիրավորում։ Ես գիշ չեմ, որ անհիմն ինչ-որ մեկին վիրավորեմ։ Հիշ չես, բայց այս վերջերս քեզ ինչ-որ գժի պես ես սպառում, հասկացել ես։ Այդ Շուշին է ինձ հունից հանում։ Դրա համար էլ ինչ անում է ճիշտն եմ ասում։ Ախր ինչ չար է այդ աղջիկը քեզ։ Չնայած հարցը հենց այնա, որ ոչ մի բան էլ չի արել Ռեբեկա։ Ահա, այդ սրբիկի դեմքով աղվեսը ամեն ինչ անում է, որ քո ուշադրության կենտրոնում լինի, որ քեզ իրանով անի, որ դուր գա քեզ։ Ինչա գիտես չեմ հասկանում, թե ինչ է անում։ Ռեբեկա աղբոր պես էլի։ Ինչի, որ ճիշտն եմ ասում դրա համար, հա։ Ախր ասածներիդ մեջ ընդհանրապես ճիշտ չկա։ Շուշին շատ լավ աղջիկ է, մենք ուղղակի լավ ընկերներ ենք, բայց եթե ինչ որ բան էլ լինի մեր մեջ, այդ քո խնդիրը չի, պարզ է։ Այսինքն Լավ, եթե ուզում ես ավելի հստակ ասեմ, որ մեջդ մութ բան չմնա, կասեմ։ Ես հասկանում եմ, գիտակցում եմ, թե այս քո չարությունը ինչից հետո է եկել, ինչի հետևանքն է Մարիի կամ Շուշիի հանդեպ, բայց քեզ չվերաբերվող տեղեր քիթդ մի խոթի Ռեբեկա։ չհամարցակվես, լսում ես։ Ինչը չհամարցակվեմ։ Կամ ինչ ես ինձանից սպասում, որ չհամարցակվեմ։ Ռեբեկա, չեմ ուզում քեզ նեղացրած լինեմ, բայց չեմ էլ կարա չասեմ։ Հանկարծ մտքից ծերով չանցնի, որ տենց մի օր կարա գա, որ մեր մեջ ինչ-որ բան կարա լինի։ Պարզ է։ Ես ոչ մի բան չեմ հնարել։ Դու որ նոր ես եկել, դու ինձ, ես ոչ մի բան չեմ հնարել, դու ինձանով հետաքրքրված էիր։ Մոռացի Ռեբեկա, ինչ եղել է մոռացի, պարզ է։ Չգիտեմ, քեզ թվացել է կամ թվացել է, որ մի բան կարա լինի։ Սաղ մոռացի, պարզ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կներես, ուշք ու միտքս հայտարարություններն էր, չճանաչեցի։ Դուք Միշոյի դասատուն եք, եթե չեմ սխալվում, Վան։ Ճիշտ եք։ Էս ինչ հայտարարություններ են սերով։ Դե գործ եմ ման գալի։ Մի հարմար բան լինի աշխատել։ Շատ լավ է։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Չէ, լավ, ցտեսություն։ Հաջողություն։ Իսկ հիմա լրություն, խնդրում եմ։ Խոսքը տրվում է մեր շատ սիրելի եւ շատ հարգարժան տնօրեն Ռիմա Լանջոնին։ Տիկին Լանջոնի, խնդրեմ։ Սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, ուզում եմ հայտնել, որ այսօրվա մեր միջոցառումը իսկապես հաջողվել է։ Մենք այսօր բոլորս հրաշալի ժամանակ անցկացրեցինք, մարզվեցինք, գերազանց հաջողություններ գրանցեցինք։ Ուզում եմ հայտնել, որ այսօրվա ձեր յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր էր եւ այսօր հաղթեց ընկերությունն ու համերաշխությունը։ Չնայած մենք հանձնաժողովի կազմով որոշել էինք, որ հաղթողներ եւ պարտվողներ չեն լինելու, բայց այս շնորհակալագրեր եւ պատվոգրեր կան։ Եվ այսպես ուզում եմ շնորհակալագիր հանձնել մեր բոլորի կողմից սիրված, հարգված, բազմաչարչար Ֆարադեին։ Ես դուխին եմ։
Ներկայացնում եմ մասնակցության վկայական որպես ամենաձախորդ մասնակից։ Շատ շնորհակալ եմ, խորին շնորհակալությունս, շնորհակալ եմ։ Ակտիվ մասնակցության համար շնորհակալագիր է տրվում Արամ Մինասյանին։ Շնորհակալագիր է հանձնում նաև մեր բոլորի կողմից սիրված Տիկին Մկրտչյանին։ Շունջան, ցավում։ Անսամբ շարժում ես արել։ Հեսա կրեմը կքսեմ, մի լավ մասաժ կանեմ, հետո տակշալը կկապեմ, կտենաս ոնց ես կանում։ Չես խոսում, ինչ տակշալ ես շոքին, հա, ուզում ես սիրտս կանգնի։ Դու այդ կրեմը տրորի։ Իդա ջանետա, մինչև տակշալը չփաթաթես չի անցնի, տատս էր ասում։ Դու այդ կրեմը քսի, հետո կերևա, հա։ Քսի։ Լավ է։ Նախշուն ջան, խոսքդ կիսատ մնաց, ընդ աշխատանքի տեղը ինչ ա եղել, որ տենց նեղվել ես։ Հեչ ինչ պիտի լինի, այդ բանջարոնոցը փակվում է, չի արդարացնում։ Ոնց։ Հենց տենց, շեֆն ասում է, նեղված է, փակում է, չի կարողանում էլի աշխատի։ Այ, ափսոս։ Փաստորեն տենց լավ առևտուր չկա, հա։ Չէ, առևտուրը կա, հարցնել են, որ առևտուրը կա, ուղղակի տարածքի վարձը, կոմունալները, աշխատողների փողերը, տակը բան չի մնում։ Դե լավ տեղեր էլի հազիվ հարմարվել էիր։ Նախշուն, իսկ եթե ինքը այս բիզնեսը փակի հետո կարող է նորը բացի ու քեզ կանչի իր մոտելի աշխատես։ Իդա ջան, ճիշտն ասած, հարցրել եմ, ասել եմ, կարող է էլի աշխատեմ, ասեց, դրա մասին դեռ չի մտածել, պլաններում չկա։ Դե լավ, Նախշուն ջան, մի նեղվի, մի ուրիշ աշխատանք կգտնենք։ Այ։ Իդա ջան, դու էլ գիտես, որ աշխատանք գտնել այսօր շատ դժվար է, դրա համար էլ նեղվում եմ։ Ով, Նախշուն, մի բան կմտածենք։ Այ, հիմա գնանք խոտաբույսով թեյ դնենք, խմենք, համ կխոսենք, համ էլ կմտածենք ոնց անենք, որ դու երկար ժամանակ առանց աշխատանք չմնաս։ Հեսա շալն էլ բերեմ փաթաթեմ։ Մի քիչ ոնց որ թեթևացավ, լավ է, չէ՞։ Հա։ Դու այն ասա շալը որտեղ է։ Այն Միջանցկի դարակն է։ Գնա։ Ախ։ Այ հիմա ես տակ-տակ կապենք։ Այ։ Լտեսնեմ ոչ չի լավան։ Այ։ Ահա։ Դե գնա չայ սարքի։ Դե գնա։ Իսկ հիմա սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, ուզում եմ մեր բոլորի անունից շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, հատկապես գաղափարի հեղինակ, մեր ֆիզկուլտուրայի հարգարժան ուսուցիչ Կարապետ Սաֆարյանին։ Համեցեք Կարապետ։ Շնորհակալ եմ։ Ես իսկապես շատ շնորհակալ եմ։ Ես բոլորիցս շնորհակալ եմ, իմ համար շատ մեծ պատիվ է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թե աշակերտներին, թե ուսուցիչներին, այս գաղափարը իրականություն դարձնելու համար։ Շնորհակալություն։ Եվ ուզում եմ
ուզում եմ ասել, որ այսուհետ այն կլինի շարունակական։ Ախ, Ներսես, իմ սեր, ինչպես է, որ դու այսօր ժամին դեռ արթուն ես։ Ինքնաթիռս նոր է վայրեջ կատարել, իմ Նայիրյան դալար բարդի, ցանկացա բարի օր մաղթել քեզ։ Ախ, իմ Ներսես, օրս իսկապես բարի է, և դա քո փեսակ Արոյի շնորհիվ։ Նա այնպիսի հրաշալի միջոցառում էր կազմակերպել դպրոցում, աննկարագրելի միջոցառում։ Ինչ միջոցառում ա եղել, Ռիմա ջան, չհասկացա։ Սպորտլանդիա սիրելիս, աննկարագրելի հետաքրքիր, բայց նա խոստացել է, որ դա միակը չի լինելու։ Բայց չեմ հասկանում, Ռիմա, բայց կարող ինչ կապ ունի դպրոցի հետ, որ դպրոցում էլ միջոցառում անցկացնի։ Ալո, չի լսվում, Ներսես, չի լսվում, ալո։ Ես նվախում եմ։ Ես նվախում եմ։ Ռիբոկ ոնց որ հեչ պատվոգիր ստացած չլինես։ Հա, Մակ, հավատա, որ ոչ մի գրամ աչքիս չի երևում այս պատվոգիրը։ Թե քեզ այդքան շատ է ոգևորում, կարամ քեզ տամ։ Տիկոն որ տենց խոսած հետո դրա համար ես այս վիճակում։ Ավելի լավ է գետինը մտնեի, քան Տիկոյից այդ ամեն ինչը լսեի, Մագա։ Վատ եմ, ահա որ վատ եմ ինձ զգում հիմա։ Լսի, կգաս մի քիչ ստեղ նստենք, ուղղակի հեչ տուն գնալու տրամադրություն ու հավես չունեմ։ Հա, իհարկե, հոգեզ մենակ չեմ թողնելու այս վիճակում։ Կնստենք, մի քիչ կխոսանք, հետո կգնանք տուն։ Ոնց եմ զզվում այդ Մարից ու Շուշիից, մեր համար հանգիստ ապրում էինք էլի, եկան սաղ կյանքներս փչացրեցին։ Ու ամենակարևորներն է, որ իրանք ինչ անում են, իրանց ուզածով է լինում։ Մարին ձեռքը դրեց Միշոյի վրա, Միշոն իրան եղավ։ Շուշին մատը դրեց Էրիկի վրա, Էրիկը իրան եղավ։ Ահա, Էրիկը գնաց ու Շուշին որոշեց Տիգրանին իրանով անի ու արեց։ Լսի Մակ, ինձ միշտ թվում էր, որ Մարին է Տիկոյի վրա աչք դրել։ Քեզ սխալ չէր թվում, Ռիբոկ։ Մարին համ Միշոյի վրա էր աչք դրել, Տիկոյին է կողից զապաս էր պահում ու որոշում էր ում առաջ ընտրություն կատարի, ու Միշոն հաղթեց։ Ոնց եմ ատում դրանց։ Մենակ տեսնես Տիկոն ոնց էր պաշտպանում, ինչեր էր ինձ ասում։ Ամոթից չգիտեի ինչ անեի։ Ռիբոկ, այդ դու չպետք է համաչես, այդ ինքը պետք է համաչի, որ քո հետ տենց է խոսացել։ Ես էլ երբեք ինձ տենց չեմ պայի։ Էլ չեմ ընկնելու Տիգրանի հետևից, էլ ցույց չեմ տալու, որ հավանում եմ իրան։ Թող գնա ու ինքը մտածի։ Հանձնվում ես։ Չէ, ուղղակի որոշել եմ իմը դնեմ։ Ես ինձ իրանից հեռու կպահեմ, թող ինքն գնի իմ հետևից։ Ճիշտ չեմ ասում, Մագ։ Սխալ որոշում ես կայացրել, այդ կեղտոտ Շուշին իր ուզածին կհասնի։ Չի հասնի, չեմ թողնի։ Բայց մի ընթացք ինձ ուրիշ ձև կպահեմ, այ կտեսնես։ Հենց ես անտարբեր լինեմ Տիգրանի նկատմամբ, ինքը կգա ու կընկնի իմ հետևից։ Սխալ որոշում ես կայացրել, բայց դու գիտես ոնց ուզում ես տենց էլ արա։ Չէ, այս անգամ հաստատ ճիշտ որոշում եմ կայացրել։ Բա Սիմոնյան ջան, ես գիտեի, որ այդ վիդեոներն ուղարկեմ անմիջապես զանգելու ես։ Այ Թորոս ջան, այ մարդիկ ինչ հավանցել է լանջունու մտքով, որ այդպես լավ բանա կազմակերպել։ Ին վախտու հեջը տես բաները չեր անում, հա։ Այդ ինքը չի մտածել, այդ ցավը տանը։ Բա ով է մտածել։ Ո՞ր։ Լիդիայի մարդը։ Ճիշտ է, հիմա չգիտեմ իրար հետ են թե չէ, այդ հրանցիցով ապան հասկանում որ, բայց ինչ կարևոր է որ։ Ապա ո՞նց Թորոս ջան, մենք ասենք ուրիշի անձնական կյանքի հետ ինչ գործ ունենք, այ ախպեր։ Ուղղակի ինքը որպես մանկավար լավն է, իսկ եթե այդպես բաներ է կազմակերպում, ուրեմն իրոք լավն է էլի մարդը։ Ասենք ուզում է իր առարկան սիրեն, հետաքրքիր է անցնի, ասենք բաներ է մտածում, որ իր դասը շուտ հետաքրքիր ձևով անցկացնի, հա։ Ճիշտն ասած ես շատ հոգնեցի, լավ անցավ, բայց ոտքերից ցավից մեռնում եմ ախպեր։
Ինչի դու ես վազվզե, պարալես թրեվայ մարդ։ Ինչ վազվզել, ես հսկում էի, որ ամեն ինչ կարգին անցնի։ Բայց դու պիտի տեսնեիր, թե Լանջունին ինչ ոգևորված է։ Լուրջ ես ասում։ Հա, բա, վերջում եկել ամոթեցել է ինձ ասում է, Թորոս ջան, ճիշտ է, մենք է Սպորտլանդիայի նյութերը, ֆոտոները տարածելու ենք մեր էջում, բայց ինչ կլինի, խնդրում եմ քեզ ասում է, դու էլ մի քանի ստորի արա քո Instagram-ով տարածի, ցավը տանեմ։ Հետո։ Ինչ, ասեցի կանեմ, շատ ուրախացա։ Լավ ավանցնում էլի կյանքը հայրենիքում։ Այ, 1000 երանի եմ տալիս ես իմաց եզի, հա։ Ինքան բան կտայի Թորոս, որ հիմա գայի ու այդ լավ ուրախ պոհին ձեր կողքենն էի, հա։ Մի մտածի ախպեր ջան, այդ լավ օրը կգա, բայց դու շատ մի շտապիր։ Վայ, Թորոս, մարդ քեզնից իմ մարև բան չի հասկանում, հա։ Մեկ ասում ես հարի, մեկ ասում ես մի վռազի։ Այ անխիղճ, բա որ հիմա վեր կենաս գաս, հնդկահավերը սով է ծախելու տե։ Հələ տեսի։ Ես իմ երկրի կորոտից ըստեմ մաշվում եմ, բարել եմ ցանց, հա։ Մարդը իրա հնդկահավերի մասին է մտածում։ Բան չկա, այդքան դիմացել ես, մի քիչ էլ դիմացի։ Թորոս տղա, դու ինձ լրիվ շողագործում ես, հա։ Ասենք քո հետ հնդկահավերի փոչորով չես ուզում ես կամ Հայաստան։ Դու եկար, ես էլ չթողեցի, հա։ Այ որ մի օր վեր կենամ ու կա, մի սյուրպրիզ ունեմ, այն ժամանակ հասկնաս։ Վայ արի իմ սփյուռքը հայ ախպեր, արի գլխիս վրա արի ցավը տանեն։ Ալո։ Արտաշ Գևորն է։ Էդ իմացա դու շարունակությունն ասա։ Զանգել եմ ասեմ, որ փողը մոտս է։ Սաղ։ Հա։ Լավ է, արա, փաստորեն միջև սաղովից էս չեք ուտում, չեք ժողում ինչ պետք է անեք։ Ուղղակի կասես որտեղ բերեմ, չեմ ուզում մոտս, բա հեմ որ չկորցնեմ։ Տոկոսները հետն է։ Հա։ Ավելի պայծառ, հեսա SMS կանեմ, թե ուր պետք է բերես։ Լավ, սպասում եմ։ Ասեց էսա հասցեն SMS կանի։ Ապրես, դե հենց ուղարկի կուղարկես ինձ այդ SMS-ը։ Եղավ։ Գնա դու։ Շնորհակալ եմ, պարոն մայոր։ Չմտածես ես ամեն ինչը սենց վերջացավ, մենք իրար հետ լիքը խոսելու բան ունենք։ Հա, գիտեմ, ցտեսություն։ Մար երեխա է։ Մարի ջան, շատ շնորհակալ եմ, այսօր շատ օգնեցիք ինձ բալես։ Լսի չես հասկանում, որ դու ինձ աղջիկս, բալես, պետքա չասես։ Տենց մի ասա Մարի ջան։ Բա էլ ոնց ասեմ, որ հասկանաս։ Դու ինձ աղջիկս կամ բալես ասելու իրավունք չունես։ Ունեմ, իմացի բալես ունեմ։ Ես այն մարդն եմ, որ իրավունք ունեմ քեզ ասելու բալես։ Ինչ ես խոսում։ Գիտեմ, որ քեզ շատ եմ ցավ պատճառել, գիտեմ, որ նեղացրել եմ։ Մեր առաջին հանդիպումից սկսած քեզ նեղացնում եմ։ Բայց մի բան վստահ գիտեմ, որ դու պետք է իմանաս։ Ինչ պետք է իմանամ, ինչ ես խոսում, չեմ հասկանում։ Դու իմ աղջիկն ես։ Ես եմ կողել։ Ինչ։ Շատ եմ կտրել գործերից դիք։ Այսին ինձ հարցա, որ սա գործերից կարևոր հանգիստ է վրա։ Ահա, հաստատ։ Ալո։ Պարոն մայոր Գևորգն է։ Հա, ասա Գևորգ։ Ես իրանց ուղարկած հասցեն ձեզ SMS եմ արել։ Ուղղակի զանգեցի ասեմ, որ հանդիպումը ժամը 6-ին է։ Ահա, եղավ լավ։
Հա, հասցենում ենք։ Հա, հասցեն ունենք, բայց հանդիպումը ժամը 6-ին է։ Դե լավ, մի հատ գործ ունեմ, արանքից հանեմ, իրիկուն կհանդիպենք։ Եղավ ախպերս։ Շուշպես ինչ ես մենակ սպասում, Մարին ուր է։ Մարին վերևնա որ որը է կգա։ Դե գնամ տեսնեմ ինչ եղավ։ Չէ, սպասի, ասեց այստեղ սպասենք, իզուր մի բարձրացի, հեսա քիչնի։ Դե եկեք գոնե նստենք, լավ, միջև գոր։ Այլի, չէ մի քիչ էլ ողոքի վրա մնամ, մեջքի վրա եք տանում։ Այդ որ դու տենց ես խոսում, աչքից դու լավ սոված ես։ Ասենք թե հա, առաջարկներ ունես։ Ոչ չունեմ։ Հեսա Մարին իջնում է, 4-ով գնանք մի հատ մեզ լավ պատիվ տաս։ Դուք մի գրամ պրոբլեմ չունեք։ Շատ լավ, այսօր է սնվանք։ Դե լավ ընկերս մրուտներդ մի կախի, քեզ շատ ծախսի տակ չենք գցի։ Ո՞վ նեղվեց։ Ես կարամ այսօր էլ ձեզ պատիվ տամ։ Վաղն էլ, մյուս օրն էլ ու տենց միջև տարվա վերջ։ Գիտեմ, ընկերս, հանակ եմ անում մի քիչ ժամանակ անցնի միջև գա Մարին։ Դե լավ նստեք գնամ, բոլորիս համար պաղ-պաղակ բերեմ։ Չէ, ապրես շատ, ես չեմ ուզում։ Կամ այդ ոնց ես պատկերացնում, ես այս դպրոցի դեմը նստեմ, պաղ-պաղակ ուտեմ։ Այ, ներողություն, ես չգիտեի, որ Դոն Միշոն այսուհետ հատուկ վայրերում է պաղ-պաղակ ուտելու։ Բայց ինչի այսուհետ։ Որովհետև ես հիշում եմ քո ոչ վաղ անցյալը։ Երևի մոռացել ես, թե մեր հին դպրոցի դասատուների գլխին ինչ էիր բերում։ Պաղ-պաղակ ուտելը ամենափոքր բանն էր, որ դու կանեիր։ Հարաբես բոց էր, ոնց որ մի 1000 տարի առաջ եղածը գիտես չէ։ Ինչ ես խոսում այ մոնստր։ Ոնց կարաս դու իմ պապան լինես։ Ես եմ քո հայրը։ Սուս մնա, մի ասա տենց բան։ Այդ անհնար է, դու չես կարա իմ պապան լինես։ Ասա, որ ուղղակի ինձ ուզում ես ցավացնես, դրա համար ես այս ամեն ինչը ասում։ Չէ, Մարի ջան, այս ամեն ինչը սուտ չի, ես չեմ կարող քեզ ցավացնել։ Ոնց կանեմ ես իմ աղջկան ցավ պատճառը։ Սուս մնա, ինձ էլ աղջիկս չասես, ես քո աղջիկը չեմ։ Խնդրում եմ, հանգստացի, արի խոսենք։ Չէ, սուտ այս ամեն ինչը, խնդրում եմ։ Ասա, որ ուղղակի հիմա ինձ ուզում ես ցավացնես, նեղացնես, վիրավորես, բայց մի ասա, որ դու իմ պապան ես, դու չես կարա իմ պապան լինես։ Չի կարա քո նման զզվելի մարդը իմ պապան լինի։ Ասա, որ սուտ է։ Սուտ չի, Մարի։ Ես եմ քո հայրը։ Չէ։ Չէ, սուտ է։ Մարի, խնդրում եմ, սպասի։ Մարի։ Այսօր պետք է գար։ Ես չգիտեի, որ այսօրն հենց այսօր պետք է լիներ։ Ապելավա մեղրեմ կանստեղ չկաս նես տանջվելուց նստեմ։ Հելեն, եկել եմ ուսուցչանոց, որ քեզ սուրճի հրավիրեմ, այստեղ չես։ Ինչ գործի ես։ Լավ, հիմա այդ գործերդ ավարտում ես։ Գնալու ենք քաղաքում մի հատ շատ լավ սրճարան եմ հայտնաբերել։ Սուրճ խմենք ու մեր հետագա պլանների մասին խոսենք։ Քննարկենք, հասկանանք ինչ ենք անում։ Լավ։ Պապ ջան։ Ջան, ոնց ես Լիդիա ջան, բարի օր բալես։ Լավ եմ, պապ ջան, դու ոնց ես։ Այս ուր ժամին ինչի քնած չես։ Գործեր ունեի, բալես, վերջացրի։ Ասեցի մի հատ էլ զանգեմ աղջկաս, զայդը լսեմ նոր քնեմ։ Հա, պապ ջան, լավ ես արել, շատ լավ ես արել։ Էրիկս ոնց է, պապ։ Քնած է, չէ, երևի արդեն։ Հա, լավ է երեխել, Լիդիա ջան, ու վաղուց քնած է։ Դու հələ մի ինձ ասա, թե այդ ինչ Սպորտլանդիա եք անցկացրել դպրոցում։ Ասում են շատ հրաշալի միջոցառում է եղել, հա։ Ես չգիտեի, որ Ամերիկա լուրերը այդքան արագ են հասնում։ Չնայած չեմ զարմանում։ Լանջուրին է, չէ՞ ասել։ Հա, պապ ջան, շատ լավ միջոցառում էր։ Լանջուրին կարևորը շատ գոհ էր, մինչև հիմա ձայնագրություններն է նայում։ Լավ է, այդ բոլորը շատ լավ է, բայց ինձ ասա խնդրում եմ։ Կարոն այդ ամեն ինչի հետ ինչ կապ ունի։ Կարոն գլխավոր դերերում էր, պապ ջան։ Բայց ո՞նց է այդպես ստացվել։ Չէ, ինչ-որ բան կա, որ ես պետք է իմանայի, բայց չգիտեմ։ Չէ, պապ ջան, ինչ ես ասում։ Ես ուղղակի գիտեմ քո զբաղվածությունը ու չուզեցի տենց մանր-մունր հարցերով քեզ
խանգար եմ զբաղեցնեմ։ Ոնց որ Կարոն եկել էր դպրոց ու աշխատանք էր փնտրում, ուզում էր դպրոցում պահակ աշխատեր։ Ես էլ մտածեցի, որ հողայտարակ չեմ, բոլորը կծիծաղեն մեր վրա, իմանան, որ Կարոն դպրոցում պահակ է աշխատում, ստիպված տեղավորեցի դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Լիդիա ջան, այս ամեն ինչ արել են, որ ինքը սոված շան կյանքով ապրի։ Բայց դու բարեխոսում ես, որ իրան դպրոցում աշխատանք ընդունեն։ Պապ, ճիշտ ասած մտածեցի, որ Երիկիս ականջը հասնի, ավելի կվատանան մեր հարաբերությունները, Երիկիս խաթր եմ արել։ Պապ, ես հասկանում եմ, բայց խնդրում եմ, այս ամեն ինչը ընդունի որպես խնդրանք իմ կողմից, համարի, որ թորանդ խաթր է այս ամեն ինչը։ Լավ, բայց նայի, հանկարծ իրան սխալ պահի, միանգամից ինձ կասես։ Պապ, հանգիստ տեղի, ամեն ինչ նորմալ է։ Լավ, պապ ջան, գնա քնի հանգստացի։ Լավ։ Մարի ջան, դեպս բացի։ Մամ, ի՞նչ խոսում ես աննորմալը։ Մամ, Ինչ է պատահել, Մարի։ պատահել այն, որ այս մարդում կյանքումս ամենաշատն եմ ատում։ Ասում է, որ իմ պապան է, մամ, հասկանում ես։ Մամ, ասա, որ սուտ է ասում, ասա, որ ցնդել է, ինձ ցավացնելու համար է ասում այս ամենը, մամ, ասա։ Ես ամեն ինչ Մարին պատմում եմ։ Մարին ասել է, որ ես եմ իր հայրը։ Երբ։ Այսօր։ Հանգիստ թողեք ինձ, չեմ ուզում ոչ խոսեմ ձեր հետ, ոչ էլ ձեզ տեսնեմ։ Մարի ջան, ես վիճակում Արել սպասես, ի՞նչ է վիճակը։ Հանգիստ թողեք ինձ, չեմ ուզում ձեզ տեսնեմ։ Քո արարքների համար միայն դու ես պատասխանատու։ Ու այս պահին ինձ միայն աղջկաս հոգեվիճակն է հետաքրքրում։ Ինչքան ուզում ես կարող ես ինձ մեղադրել։ Դա ինձ չի հետաքրքրում։ Ու կմեղադրեմ։ Կմեղադրեմ, որովհետև այս ամենը արդար չի կարելի սենց լինի։ Դու չես պատկերացնի, թե ինձ հետ ինչ է անում, ներսեսի այդ մոգական ձայնը։ Լավ, տիկին Լանջունի, ինձ զերծ պայեք ձեր նեղանձնական ապրումներից, հատկապես երբ հորս մասին եք խոսում։ Ստացվում է, որ եթե օրվա մեջ իրար չտեսնենք, մեծ չէ զանգի հարցնես, ոնց եմ, ինչ կա, չկա, նորմալ է ամեն ինչ, թե չէ։ Եթե շտապ բան չկա, հետո խոսենք, լավ։ Ինչ որ բան է եղել անուր։ Մարին է իմացել ճշմարտությունը։ Ոնց։ Երբ։ Նարս ունենք են ինչ ունենք։ Ու պետք է իրականության հետ հաշտվել։ Երբեք։ Այդ արդեն ժամանակը ցույց կտա։ Իսկ հիմա արդեն ուշ է, արի քեզ տուն ճանապարհեմ։ Չէ, ես տուն չեմ գա։ Չեմ ուզում տուն գնամ։